Խնայել Կուրսկում շրջափակման մեջ հայտնված ուկրաինացիներին չսպանել նրանց։ Միացյալ Նահանգների ղեկավարն է խնդրանքով դիմել ռուս պաշտոնակցին։ Ես խնդրել եմ նրանց չսպանել այդ զինվորներին։ Խնդրում եմ, մի սպանեք այդ զինվորներին։ Մենք չենք ցանկանում, որ նրանք սպանվեն։ Շատ ծանր է նայել այն ամենին, ինչ կատարվում է։ Այդ ամենը պարզապես կարող էր տեղի չունենալ։ Թրամփի կոչը հասել է Պուտինին։ Военнослужащих украинской армии. Ռուսաստանի նախագահը, որ օրեր առաջ հեռախոսով լսել է ամերիկացի գործընկերոջ ձայնը, հիմա ավելի համոզված է։ Նա փորձում է վերականգնել այն, ինչ քանդել էր նահանգների նախորդ վարչակազմը։ Что мы ознакомились. Մենք ծանոթացել ենք ԱՄՆ նախագահ պարոն Թրամփի կոչին, խնայել ուկրաինական բանակի զինծառայողների կյանքը, որոնց մի մասը արգելափակված է Կուրսկի ուկրաինական զինված ուժերի ներխուժման գոտում, միջազգային իրավունքին եւ Ռուսաստանի Դաշնության օրենքներին համապատասխան։ Курскую область. Խոստանում է Սպիտակ տան ղեկավարին Պուտինը, որ կխնայի Կուրսկում շրջափակման մեջ հայտնված ուկրաինացիներին, եթե Կիևը հրամայի իր զինվորներին վայր դնել զենքերն ու հանձնվել։ Ռուսական ՏԱՍՍ գործակալությունը հայտնում է, որ առնվազն 40 ուկրաինացի զինվորականներ են Դաշնությունում դատապարտվել ազատազրկման, Կուրսկի շրջան ներխուժելու եւ խաղաղ բնակչության դեմ հարձակումների համար։ Այդ գործողությունն ահաբեկչություն է անվանում Ռուսաստանի նախագահը։ Կուրսկի շրջանում ուկրաինական բանակի գործողության ավարտի մասին է հայտնել Զելենսկին։ Արդյոք սա նշանակում է, որ Կուրսկում շրջափակման մեջ հայտնված ուկրաինացի զինվորները վայր են դնում զենքերը, հանձնվում են, չի հստակեցրել Ուկրաինայի նախագահը։ Կիևը, որ արևմուտքից ստացած նոր զենքերով օգոստոսին բազմաճակատ հարձակում էր սկսել Կուրսկի շրջանի վրա, ցանկանում էր ռուսական այդ տարածքներն օգտագործել որպես խաղաքարտ Դաշնության դեմ Մոսկվայի հետ հնարավոր բանակցությունների ժամանակ։ 2024-ի ամռան վերջին ամսին Ռուսաստանի արևմտյան Կուրսկի շրջանում 1300 կիլոմետրից ավելի տարածք էին օկուպացրել ուկրաինացիները։ Այդ ժամանակ որոշ փորձագետներ հայտարարում էին, թե Կիևն իր ուզած ձևով է փոխում պատերազմի հունը։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը այսօր հայտնել է Կուրսկում Ռուբանշչինա եւ Զաուլեշենկա բնակավայրերի ազատագրման մասին։ Նրանք պարզապես փախան, թողել են իրենց հիմնական զենքերը եւ ուղակի փախել են այստեղից։ Նռնականետեր, գնդացիրներ, ինչ ասես կա այստեղ։ Նրանք պարզապես ուզում էին թողնել ու հեռանալ։ Հինգշաբթի Դաշնության պաշտպանական գերատեսչությունը հայտնել էր Կուրսկի Սուջա քաղաքի ու եւս երկու գյուղի ամբողջական ազատագրման մասին։ Ավելի վաղ ռուսական ուժերը Կուրսկում իրենց վերահսկողության տակ էին վերցրել ավելի քան 100 կիլոմետր տարածք եւ 12 բնակավայր։ Նախորդ շաբաթ արդեն հայտնի էր, որ 1100 կիլոմետր տարածք է Կուրսկում հետ բերել Ռուսաստանը։ Գայանե Մովսիսյան, Սմբատ Ասլիկյան, Հայլուր։